Եվ խոսքից վերնագիրը դրել եմ այսպես. նրա հետ մեկացած աղոթքով։ Որտև աղոթքը հոգու լեզուն է, ուղղված նրա սրտին։ Ամեն։ Մենք ծանոթ ենք Աստվածաշնչին եւ Աստվածաշնչում շատ լիքը տեղեր կա, օրինակներ կա, որոնք բացահայտում են աղոթքի խորությունը, զորությունը, կարևորությունը, իմաստը։ Բայց մենք մի բան պիտի հաշվի առնենք, որ Աստված չի պատասխանում մեր բարձրաձայն կամ ցածրաձայն աղոթքներին, որտեղ Աստված պատասխանում է սրտին։ Իհարկե մենք կարող ենք բարձրաձայնել աղոթել, ցածրաձայնել, բայց դրա վրա չլինի մեր կենտրոնացումը, որովհետև Աստծուն մենք չենք կարող զարմացնել մեր բարձր կամ ցածր աղոթքներով։ Աստծուն կարող ենք մոտենալ միայն սրտով, մաքուր սրտով։ Աղոթքի շատ ձևեր կա խորը աղոթք, որը երկրպագությունը Տիրոջ ներկայության մեջ, որտեղ խորը աղոթքը վեր է սովորույթից, երբ ողջ էությունը ներգրաված է, միտքը լուռ է, սիրտը բաց եւ մեր հոգին աղաղակում է, սա խորը աղոթք է, ամեն։ Երբ մտնում ենք աղոթքի խորության մեջ, չենք վախենում լռությունից, քանի որ Աստված լռության մեջ է խոսում նաեւ։ Եվ Հակոբոս 5:16-ում գրված է, որ արդարի ջերմեռանդ աղոթքը շատ զորավոր է։ Եվ մի պատմություն եմ ուզում հիշեցնել ձեզ Գործք առաքելոց 12-րդ գլխում է գրված, սա այն պատմությունը, երբ որ Պետրոսը բանտի մեջ էր։ Եվ 12-րդ գլուխ 5-ից 8-րդ համարներում հիշատակում այն, որ երբ որ Պետրոսը բանտի մեջ էր, ասում է, որ եկեղեցին անդադար աղոթք էր անում, եւ Տիրոջ հրեշտակը ազատեց նրան բանտից։ Սրանից մենք դաս ենք առնում նրանով, որ միաբան աղոթքը կարող է ազատագրություն բերել, միաբան աղոթքը կարող է կապանքներ քանդել, միաբան աղոթքը կարող է մեր հարցերին պատասխան բերել։ Ինչ է աղոթքը։ Մենք շատ լավ գիտենք, որ աղոթքը երկխոսություն է Աստծո հետ, հարաբերություն է սիրող Հոր հետ։ Աղոթքը մեկացում է, երբ հոգին կապվում է Արարչի հետ։ Նաև աղոթքը փոխակերպում է, այն փոխում է ոչ միայն հանգամանքները, այլ առաջին հերթին մեզ է փոխում է մեր կյանքը։ Աղոթքը ծիսակարգ չի, այլ հարաբերություն է Աստծո, սիրող Հոր հետ։ Աղոթքը իհարկե երբեմն լռություն է, լի արցունքներով, երբեմն աղաղակ է հուսահատության մեջ, բայց ամեն ժամանակ հանդիպում է Աստծո հետ։ Որտեվ աղոթքը ոչ թե միջոց է, այլ նպատակ է, որ մենք հասնենք Աստծո սրտին, հաղորդակցվենք Աստծուն, որտեվ աղոթքը իրավիճակ է փոխում։ Ամեն բան սկսվում եւ ավարտվում է միայն ու միայն աղոթքով։ Եվ քարոզս կառուցել եմ այս կետի վրա, որ աղոթքը մեկացում է Աստծո հետ։ Մինչ քարոզս կշարունակեմ, ուզում եմ մի փոքր տեսահոլովակ միասին նայենք, որից հետո կշարունակենք քարոզը։ Как ты думаешь, какая длина окружности? Ну, примерно метра 1,5-2. Ну, в общем, да. Длина окружности этого круга мой рост. Проверим. Проверь. Друзья, внимательно сейчас. Поставим. Смотрим все на окружность. И поехали. Один оборот. Это у нас примерно. Никаких примерно, это у нас точно. 1,80 м. Да. И есть маленький круг, тоже с рисочкой. И с другой длиной окружности, которая составляет, смотрим. Ну, сантиметров 73. 73. Да. Теперь вопрос. Как ты думаешь, может ли вот этот вот маленький кружок, сделав один оборот, пройти расстояние в 1,80 м? Никогда. А вот и неправда. Никогда. Я соосно соединил два этих круга. Окей. И теперь давай смотреть. Мы Давай. встали на нулевое значение. Пожалуйста. И поехали. Внимательно следим. У нас малый круг совершает, как и большой круг, один оборот, и за этот оборот проходит расстояние в 1,80 м. Как ты думаешь, какая длина окружности? Ну, примерно. Այս երևույթը կոչվում է Արիստոտելի պարադոքս կամ հիպոցիկլոիդ։ Այս տեսահոլովակը ուզում եմ համեմատական անցկացնեմ իմ աղոթքի խոսքին։ Ուզում եմ համեմատել այս մեծ շրջանակը Աստծո հետ, իսկ փոքր շրջանակը մեր հետ։ Մենք բոլորս գիտենք, որ շարժման մեջ ենք, այս կյանքը կանգ չի առնում, ամեն օր շարժվում է, րոպե շարժվում է։ Ոմանք հետընթաց են ապրում, ոմանք համընթաց են քայլում ժամանակին, ոմանք էլ առաջընթաց են ապրում։ Երբ հանձնվես Աստծուն, մեկանաս նրա հետ, քո շարժը ավելի արդյունավետ կլինի։ Ամեն։ Որտեղ մենք միայնակ կմոլորվենք, կկորենք,
մեր շրջանակիցը շատ փոքր կլինի եւ շատ քիչ հետագից կունենանք այս կյանքում, բայց երբ որ մեկանանք Աստծո հետ, ոնց որ այս փոքր շրջանակն էր, որ իր ամբողջ պտույտը 73 սանտիմետր էր, բայց մեծ շրջանակի մեջ ամբողջական շրջադարձ կատարեց 1.80 սանտիմետրով։ Երբ որ աղոթում ենք, երբ որ մեկանում ենք Աստծո հետ, մեր շրջանակիցը մեծանում է, մեր հետագիծը մեծանում է։ Երբ աղոթքիդ կյանքը, ներքին սենյակը, որտեղ կաս եւ դու եւ նա, վերանայես, մեկանաս, քայլես վստահությամբ, այդ ժամանակ հետագիծդ երևելի կլինի եւ անցած տարածությունդ մեծ կլինի, որտեւ Աստված իր խոսքում Հովհաննեսի 17:21-ում ասվում է, որ ինչպես դու հայր ինձանում ես մեկ ես, այնպես է նրանք մեզանում մեկ լինեն։ Աստծո նպատակն է, որ մեր հետ մեկանա։ Այսօր մենք էլ կարիք ունենք աղոթքով, նրա հետ հաղորդակցվելով մեկանանք նրա կամքի մեջ, որ մեր շրջանակիցը ավելի մեծ լինի, որ մենք մեծ հետք թողենք այս աշխարհի վրա։ Որտեղ մենք շարժվում ենք, պտտվում ենք, երբեմն մեզ թվում է կանգ ենք առել, երբեմն աղոթում ենք եւ լռություն ա տիրում, աղոթում ենք ու պատասխան չկա, բայց առաջից Թեխսաղոնիկեցիս 5:17-ի խոսքը ասպես է ասում. անդադար աղոթք արեք եւ աղոթք անես կստանաս քո պատասխանը, որտեղ աղոթքը հոգեվորի շնչառությունն է, աղոթքը հաղթություն է բերում։ Մենք շրջանակի մեջ ենք, շարժման մեջ ենք եւ ընթանում ենք մեր ճանապարհով, բայց երբ միանում ենք Աստծո շարժմանը, նրա կամքի շրջանակին, մեր կյանքի ընթացքն է համընկնում նրա ծրագրին, որտեղ աղոթքը երկնքի դռներ է բացում, զորացնում է հավատը, թուլացնում է թուլասիրտ ունեցողներին, թույլ տալիս քայլել այնպիսի իրավիճակներում, որ մարդու համար անելանելի վիճակներ են, որտեղ աղոթքը զորություն է գործում, նաև աղոթքը տանում է բնականից մեր, սովորականից տանում է գերբնականի մեջ։ Մենք աղոթքով չենք կարող փոխել Աստծո ուղղությունը, ինչքան էլ աղոթենք մեկը Աստված իր նպատակներից չի փոխվելու, բայց աղոթքով մենք կարող ենք փոխվել եւ շարժվենք նրա հետ համընթաց։ Կուզեմ միասին ընթերցենք Հակոբոս 5-րդ գլուխ 16-ից 18-րդ խոսքը, որ աղոթքը գերբնական բաներ է գործում։ Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները եւ իրար վրա աղոթք արեք, որ բժշկվիք։ Շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Եղիան մարդ էր, մեզպես, կրքի ենթակա եւ ջերմերանտ աղոթք արավ եւ անձրև չեկավ։ Եվ անձրև չեկավ երկրի վրա 3 տարի եւ 6 ամիս, եւ դարձյալ աղոթք արավ եւ երկինքն անձրև տվավ, եւ երկիրն ու իր պտուղը բուսացրեց։ Տեսնում ենք, որ մարդու խելքից դուրս էր այս ամեն ինչը, բայց աղոթքի միջոցով Աստված կարող է փոխել մեր բնականը գերբնականի։ Եվ մի քարոզչից ուզում եմ խոսք մեջբերում անել, որ ասում է. մարդը այնքանով է ուժեղ, որքանով իր աղոթքի կյանքն է։ Չկա մեծ մարդ առանց մեծ աղոթքի։ Եթե դու թուլացած ես այսօր, պետք է վերանայես քո աղոթքը։ Եթե աղոթքիդ կյանքը շատ ցածր մակարդակի վրա է, հավատա դու էլ հոգեվորապես շատ ցածր մակարդակ ունենաս։ Եվ որպես վերջաբան վերջի հարց եմ ուզում տալ ամեն մեկից, որ կուզեմ բոլորիս սրտի հետ խոսա այս հարցը։ Արդյոք մեր շարժումը այսօր մենակ է, թե միացված է Աստծո շարժմանը։ Արդյոք մեր շրջանակը, այդ փոքր շրջանակը մենակ է պտտվում, թե միացած է Աստծո մեծ շրջանակին։ Եթե մենակ ենք, մեր հետագիծը շատ փոքր կլինի, մեր քայլերը շատ փոքր կլինեն եւ աննպատակ առանց որևէ հետագծի կապրենք, բայց երբ միացած լինենք Աստծո շարժմանը, մեր շրջանակիցը ավելի մեծ կլինի։ Այդ ժամանակ է, որ Աստված մեծ զորություններ կանի մեր կյանքի մեջ։ Այդ ժամանակ է, որ մեր 5 հացը բազմություն կկերակրի եւ մեր մի փոքր քարը Գողիաթին կարող է տապալել։ Որտեւ Աստծո հետ միավորված մարդու հետք է նման է գետի, որին մեջ կրում է օվկիանոսի անսահմանությունը։ Այսօր ամեն մեկս մի առու ենք, գետ ենք, բայց երբ որ միանում ենք Աստծուն, դառնում ենք մի հատ մեծ օվկիանոս, որը կարող է մեծ զորություն գործել։ Կուզեմ կանգնենք ոտքի, միասին աղոթք անենք։ Տեր, մենք գոհանում ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք, որ այսօր պատիվ ունենք քո տան մեջ գտնվելու, Տեր։ Շնորհակալ ենք, որ այս երկրի վրա կարող ենք վայելել այն երկնային պահերը, որ դու մեր համար առանձնացնում ես, Տեր։
Այո Տեր, մենք ուզում ենք մեր աղոթքի կյանքը վերանայենք Տեր, եւ ուզում ենք քեզ հետ մեկանանք Տեր իմ Աստված ջան, քայլենք քո հետքերով Տեր, քո հետ Տեր իմ Աստված ջան, միանանք այդ մեծ շրջանակցին Տեր, որ կարող է զորություն եւ հաղթություն բերել մեր կյանքերի մեջ եւ աշխարհի մեջ Տեր։ Շնորհակալ ենք քո ներկայության համար Տեր։ Մենք հանձնվում ենք քեզ Տեր, հանձնվում ենք քո կամքին Տեր։ Խնդրեմ, որ ամեն մեկից որոշում այսօրվանից լինի նա Տեր, որ մենք հանձնվենք քեզ Տեր։ Վերանայենք մեր մենիկ պահը քո հետ Տեր իմ Աստված ջան, որ մեկանանք քո կամքին Տեր իմ Աստված ջան։ Շնորհակալ ենք, որ քո կամքը բարի, հաճելի եւ կատարյալ է մեզ համար Տեր։ Մենք ուզում ենք մեկանալ քեզ հետ Տեր, ինչպես Հիսուս դու էիր մեկ Աստծո հետ։ Մենք ուզում ենք մեկանալ քեզ հետ Տեր իմ Աստված ջան, վայելել այն գեղեցիկ պահերը Տեր, այն գեղեցիկ բաները, որ պատրաստել ես մեզ համար Տեր իմ Աստված ջան։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Լինես փառավորված, լինես մեծարված Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն Տեր։